Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբով։ Պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Այն ժամանակ ասում է. դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա։ Եվ գալիս է ու այն գտնում դատարկ, մաքրված ու կարգի բերված։ Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից ավելի չար 7 այլ ոգիներ եւ մտնում բնակվում է այնտեղ եւ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր։ Այսպես պիտի լինի եւ այս չար սերնդին։ Մատթեոսի ավետարանում է սա գրված։ Քրիստոս սա ասում է հրեա ժողովրդի մասին, հոգնած իրեն շրջապատող մարդկանցից, որոնք իրեն անդադ փորձում են, չարն են կամենում, եւ ահա ասում է այս խոսքերը, ճակատագրական խոսքեր, որոնք ինչպես նա ասում է, այդպես էլ իհարկե կատարվում են։ Հրեաները չարդարացան Աստծու առաջ։ Ընտրյալ ժողովրդի հետ նաեւ սատանան է աշխատում ողջ զորությամբ։ Որտեղ լույսը շատ է, այնտեղ խավարն էլ խիտ է, դա բնական բան է, ժողովուրդ ջան։ Որտեղ լույսը շատ ուժեղ է, այնտեղ ստվերը տեսել եք, որ շատ խիտ է լինում եւ սև։ Որտեղ որ լույսը ավելի քիչ է, ստվերը լինում է այսպես առանց որոշակի գծերի եւ ավելի թույլ։ Ինչքան Աստծո զորությունը շատ, ինչքան մարդը մոտիկ Աստծուն, այնքան էլ սատանայի փորձությունները ավելի շատ։ Սա բնական բան է եւ սա դարերի ընթացքում միշտ մարդուն ուղեկցել է։ Նայեք ինչ է ասում Եսայու մարգարեությունում Աստված հենց առաջին գլխում հրեա ժողովրդի մասին։ Ինչպես Պոռնիկ դարձավ հավատարիմ Սիոն քաղաքը, որը լի էր ողջամտությամբ, որտեղ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ մարդասպանները։ Աստծո ընտրությունից եւ պարգևներից հղփացած հրեա ժողովուրդը եւ նրա եկեղեցին ընտրեցին սեփական մեծությունը, Աստծո կողմից ընտրված լինելը նրանց մեջ գոռոզություն մտցրեց։ Նրանք չընդունեցին Քրիստոսին եւ խաչ հանեցին, Աստված էլ իրենց պատժեց դրա համար։ Դաժանաբար պատժեց։ Քրիստոսից խաչելությունից հետո 30 տարի անց, մոտավորապես 30 տարի անց հռոմեական զորքը մտավ Հրեաստան, կոտորեց 1.100.000 հրեաների, քանդեց տաճարը եւ թողեց մի պատ, որի առաջ հրեաները լալիս են եւ սգում իրենց բախտը։ Այդ պատը հենց այդպես էլ կոչվում է՝ լացի պատ։ Երուսաղեմ գնացողները այդ պատը հավանաբար տեսած կլինեն։ Պիղծ ոգու առակով երևում է ընտրյալ մարդու եւ ընտրյալ ազգի ցավալի պատմությունը։ Մարդ կամ ազգ, որին Աստված ողորմած եւ օգնեց, բայց որը կույր գտնվեց, միևնույն է չհասկացավ ոչինչ եւ վերադարձավ իր մեղավոր կյանքին ավելի չար ձևով վերադարձավ։ Եվ ահա այս առաջ մեջ այդպես էլ ասում է, եւ այդ մարդու վերջը եղավ ավելի վատ, քան առաջ էր։ Այդպես եղավ եւ բյուզանդական կայսրության հետ։ Մի կայսրություն, որը սերում է Կոստանդիանոս Սուրբ կայսրից, որը եւ ստեղծեց Կոստանդնուպոլիս մեծ քաղաքը։ Կայսրությունը քրիստոնեության կենտրոնն էր։ Կայսրությունը պիտի ապրեր հավերժ։ Այդպես էին ասում բյուզանդական երգերը, սաղմոսները եւ հիմները։ Աստված ընտրել էր այդ պետությունը։ Բազմաթիվ ազգեր հարձակվում էին նրա վրա, բայց Աստված միշտ հաղթանակ էր տալիս Բյուզանդիային եւ միշտ պետք է կացես թե հաղթանակ տար, քանի որ ընտրել էր իրեն։ Նայեք թե ինչ է գրում բյուզանդական ժամանակագիրը 9-րդ դարի Կոստանդնուպոլսի մասին։ Ամենուրեք հնչում է Աստծուն փառաբանող երգը։ Երեխաները երգում են եկեղեցու երգչախմբում, հոգևորականները պատարակներ են մատուցում եւ օրհնում ժողովրդին, հրապարակներում հնչում է երգն ու ծիծաղը, շուկաներում վաճառում են գունագեղ պտուղներ եւ բանջարեղեն, յուղացիները շրջաններից բերում են միս, կաթնամթերք, ցորեն, վաճառքի մեջ են նաեւ բազմագույն շորեր, բազմատեսակի հագուստեղեն եւ կոշիկ։
Աշխարհի հարստությունները հավաքվել են այստեղ, քանի որ Կոստանդնուպոլիսը Աստծո սիրո եւ օրհնության կենտրոնն է։ Աստված օրհնել է այս քաղաքը եւ պետությունը, հավերժ ի բարօրություն բոլոր քրիստոնյաների։ Ահա այդպես էին իրենց գովում բյուզանդական պատմիչները։ Բյուզանդացիք հավատում էին, որ իրենց բարեկեցությունը հավերժ է, Սոփիայի տաճարը որպես զարդ փայլելու է բոլոր քրիստոնյա պետությունների մեջ, Աստված միշտ պահպանելու է իրենց։ Եվ Աստված հրաշքներով միշտ պաշտպանում էր բուլղարների, ռուսների, գոթերի, արաբների հարձակումներից։ Սուրբ Աստվածածնի գլխաշորը, որը բյուզանդացիների սրբությունն էր, բազմիցս փրկել է իրենց ամենածանր անհավանական իրադրությունների մեջ։ Եվ այդ ազգը հղփացավ, հպարտացավ, խրվեց աշխարհիկ կյանքի նյութի ճահճի մեջ եւ հեռացավ Աստծուց։ Աստվածածնի գլխաշորը 1200 թվականին կայսրը թեթև ձեռքով քաղաքական ինչ-որ նպատակներով նվիրեց ռուս Անդրեյ Բագալուբսկի իշխանին, զրկելով իր պետությունը այն սրբությունից, որը դարերով պահպանել է իրենց, եղել փրկության եւ ապահովության գրավական, եւ Աստված չխնայեց Բյուզանդիան։ 1000 տարի գոյություն ունեցող այդ պետությունը, որ հավերժական էր, որին ոչինչ չէր կարող սասանել, ոչ ոքի գիտակցության մեջ դա չէր մտնում, որ Բյուզանդիան կարող է օրերից մի օր վերանալ։ 1210 թվականին արդեն խաչակիրները մտան Կոստանդնուպոլիս, կոտորեցին բազմաթիվ մարդկանց, չխնայեցին նաև կանանց եւ երեխաներին, դրանից հետո ով ասես չմտավ Բյուզանդիա։ Մոնղոլ թաթարները մտան, Լենգ Թեմուրը մտավ, հետո թուրքերը մտան, թուրքերը արդեն այնտեղ պետություն էին ստեղծել։ Բյուզանդիան կամաց փոքրացավ, օրեցօր փոքրացավ եւ թուրքերը 15-րդ դարի կեսերին գրավեցին Կոստանդնուպոլիսը, վերջ տվեցին հավերժ կայսրությանը։ Կոստանդնուպոլիսը դարձավ Ստամբուլ, քրիստոնեության զարդ Սոփիայի տաճարը դարձավ Մյուսկիթ, բյուզանդական ազգը անցավ պատմության գիրկը եւ բոլորը տեսան, որ Աստված կարող է պատժել իր ամենասիրելի որդիներին, եթե նրանք ընտրեն աշխարհը եւ չարիքը։ Նույնը կկատարվի եւ մեզ հետ, եթե Աստված մեզ չողորմանա։ Եթե Աստված մեզ չողորմանա։ Մի ժողովուրդ, որ առաջինն է քրիստոնյաների մեջ, որին բոլորը գիտեն որպես առաջին քրիստոնեական պետության ժողովուրդ, մի ժողովուրդ, որը առաջինը լինելով Աստծուն սատանայից չի տարբերում, որը մարդու մասին դատում է նրանով, որ նա լավ բաներ է խոստանում եւ ասում, ընդամենը։ Մի ժողովուրդ, որը հավատացյալ է համարում ամեն մեկին, որ անգիր Սաղմոս է ասում կամ կտակարանի որևէ նախադասություն, չիմանալով այդ մարդու դիտավորությունը եւ էությունը։ Մի ժողովուրդ, որը չգիտի, թե ինչ է հոգին, որտեղ է այն, եւ արդյոք գոյություն ունի այն դեռևս։ Մի ժողովուրդ, որը չգիտի ինչ է համարի ապրում, ինչ է իրենից ուզում Աստված, ուր է իրեն տանում։ Այս 1700 տարվա մեջ նա այդ չի հասկացել։ Մի ժողովուրդ, որը ժառանգել է Նոր Երուսաղեմի տարածքը եւ փոխանակային պաշտպանելու անտարբեր նայում է ինչպես են այն մետր առ մետր գողանում իրենից։ Մի ժողովուրդ, որը չգիտի, որ իր երկիրը կորցնելու պատճառով Աստված իրեն նոր երկիր չի տա, ոչ այստեղ, ոչ երկնքում։ Եկեք վերլուծենք Քրիստոսի մեջ բերած առակը։ Պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց։ Պիղծ ոգին փնտրում է հանգիստ։ Ինքը հանգիստ չունի իր մեջ։ Եվ բնականաբար հանգիստ չի կարող գտնել։ Քանի որ ինքը մաքուր հոգի չէ, ինքը պիղծ է։ Այն ժամանակ ասում է, դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա։ Այդ տունը մարդու հոգին է, դառնամ այն մարդու մեջ, որտեղից ես դուրս եկա։
Եվ գալիս է այն գտնում է դատարկ, մաքրված ու կարգի բերված։ Մարդուն Աստված օգնել է, նա կարգի է բերվել, մաքրվել է։ Այն ժամանակ գնում եւ վերցնում է Պիղծ հոգին իր հետ իրենից ավելի չար 7 այլ ոգիներ եւ մտնում բնակվում է այնտեղ եւ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր։ Մարդը, որին Աստված օգնել էր, որը մաքրվել էր, որը խաղաղություն էր ձեռք բերել, սեր, թույլ է տալիս, որ Պիղծ ոգին իր մեջ նորից մտնի։ Ինչպես կարող է նա թույլ տալ։ Չէ՞ որ նա տեսել է ինչ է մաքրությունը։ Չէ՞ որ նա մաքրվել էր։ Անհանգիստ վիճակից անցել էր հանգստի, խաղաղության, ով չի զգում խաղաղություն, ով չի տարբերում խաղաղություն անհանգիստ վիճակից, բայց նա թույլ է տալիս։ Ինչ-ինչ պատճառներով Պիղծ ոգին նորից մտնում է նրա մեջ, բայց այս անգամ Պիղծ ոգին ավելի չար ուրիշ ոգիների է բերում, եւ այս մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր։ Հենց այնպես հոսանքով իներցիայով չի լինի ապրել, ժողովուրդ ջան։ Այսօր դու դիմեցիր Աստծուն եւ նա քեզ օգնեց, բայց դու պարտավոր ես քո մաքրված տանը, որն է հոգին, պահապան կարգել, աչաջուր չլիներ, որ Պիղծ հոգին չվերադառնա։ Մենք մեզ շրջապատել ենք Պիղծ ոգիներով, որովհետեւ կույր ենք։ Մի այսպիսի հեքիաթ կա, բոլորդ կարդացել եք։ Մի տղա փնտրում է իր հարսնացուին, որը կորել է, վերջի վերջո նա գտնում է ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ մեկի մոտ, եւ այդ մեկը կանգնեցնում է 12 հարսնացուների, որոնք իրար շատ նման են, բացարձակապես արտաքինից չեն տարբերվում։ Եթե ասում է քո հարսնացուին գտնես նրանց մեջ, եւ նրանցից մեկը նրա հարսնացուն է իրական, ուրեմն դու նրան կտանես։ Ինչպես պետք է այդ տղան հասկանա, ով է իր հարսնացուն։ Այս մասով պիտի հասկանա։ Հոգով, բանական վերլուծություններով ինքը չի գտնի։ Ինչպես պետք է հասկանա բանական վերլուծություններով։ Ուրեմն այս հեքիաթը խոսում է այն մասին, որ մարդը պետք է սովորի ապրել հոգով կողմնորոշվել, որը մենք փաստորեն չունենք։ Մենք հայերս այդ 12 հարցներից ամեն անգամ սխալ ընտրություն ենք կատարում, համարենք, որ այդ իր հարցնացուն դա ճշմարտությունն է, կամ արդարությունն է։ Չենք կարողանում գտնել ճշմարտությունը, մեր հարցին չենք կարողանում գտնել, մեր կուրության պատճառով։ 1700 տարվա քրիստոնեությունը չի բացել մեր հոգիները, որպեսզի տեսնենք եւ գտնենք։ Չի մշակել մեզ, չի դարձրել մեզ քրիստոնյա։ Քրիստոնյան հենց դրանով էլ երևում է, որ ինքը հոգով տեսնում է։ Քրիստոնեությունը այստեղ չի, ուղեղում, քրիստոնեությունը այստեղ է, հոգու մեջ։ Ով որ այստեղ լցրել է գիտելիքներով կտակարանի, ինքը քրիստոնյա չի։ Քրիստոնյան նա է, որ այստեղ է, հոգու մեջ լցրել պատվիրանները, ողջ կտակարանը, ինքը կտակարանը կերել է եւ մարսել է իր հոգու մեջ եւ կարողանում է հասկանալ, որն է Աստծուց, որը սատանայից, որն է ճշմարտությունը, որը սուտը։ Այլապես մեր գիտելիքները այստեղ գտնվող ուղեղում մեզ չեն օգնում։ Մենք հիմա պետք է օգնեինք ուրիշ ազգերի Քրիստոսին ճանաչելու հարցում։ Մենք լինելով 1700 տարվա քրիստոնյա, պիտի ուղեցույց լինեինք ուրիշներին քրիստոնեություն փնտրելու մեջ։ Մեզանից պիտի բխեր սեր եւ խաղաղություն եւ տարածվեր ուրիշների մեջ, որովհետեւ մեր մեջ է գտնվում գառան աթոռը, ով գիտի դա ինչ է։ Ում հարցնեք, որ ասե գառանաթողը որտեղ է, ինքը ասի, որ ես գիտեմ, նա գտնվում է Էջմիածնում, քանի հոգու այդպես կարող եք գտնել, փողոցում եթե հարցազրույց անեք։ Մենք պետք է ուսուցիչներ լինեինք, առաջնորդներ, լույս բաշխողներ, նրանց համար, ովքեր լույսի կարոտ են եւ ճշմարտության, իսկ փոխարենը աղքատենք ողորմելի եւ դատարկ։ Աստված ողորմանա մեզ։ Աստված ողորմանա մեզ։ Խնդրեք
Աստծո ողորմությունը։ Սա ամենակարևոր բաններից մեկն է մեր օրերի համար։ Խնդրեք Աստծո ողորմությունը, որովհետև առանց ողորմության մենք չենք արդարանա։ Առանց նրա ողորմության։ Եվ նրան ամենավորոր մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին հավերժ փառք, պատիվ եւ երկրպագություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։